Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Պարոն Մկրտչյան, ըստ էության, եթե անդրադառնանք Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան երեկվա հանդիպմանը, կարելի է ասել, որ մենք երբևէ նման անկեղծ մթնոլորտ եւ նման անկեղծ զրույց չէինք տեսել, այնինչ սովորաբար երկրի ղեկավարները քննարկում են կուլիսներում, ըստ էության երեք մենք տեսանք դա ուղիղ եթերում տեսախցիկների առջև եւ ըստ էության առանց կաշկանդվելու եւ առանց եթևեթանքների Վլադիմիր Պուտինն ասաց, որ այո, այստեղ կան ռուսամետ ուժեր, որոնք իր ցանկությունն է, որ բոլորը մասնակցեն, խոսեց նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու մասին, որը ըստ իրեն բանտում է եւ ասաց, որ այո, ցանկանում է, որ նա էլ մասնակցի։ Ինչպես հասկանանք այս հայտարարությունները, պարոն Մկրտչյան, ըստ էության Ռուսաստանը առաջին դեմքի մակարդակով հայտարարում է, որ իրենք այլևս այս ընտրություններում կողմ են։ Շնորհակալ եմ հրավերի համար, սա հերթական անգամ գալիս է փաստելու այն պնդումը, ամենայն դեպս իմ կողմից եւ շատ շատերի կողմից դաշտում արված, որ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում ունի մի քանի պրոքսի թեկնածուներ։ Մի քանի իդեպ։ Մեկը չի, դա Պուտինն էլ ասեց, որ կան պրոռուսական ուժեր, առանձնակի ուշադրություն դարձրեց իր կողմից այստեղ արտահանված գործչին, ակնհայտ է, որ Պուտինը այստեղ թեկնածուներ ունի եւ հիմա թող այդ չակերտավոր ուժեղ տղերքը դուրս գան եւ իրենց խոսքն ասեն։ Մենք որ ասում ենք, ամենայն դեպս ես որ ասում եի, որ ինքը խոցելի է, Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, շատ ուղիղ եմ ասում, ինքը խոցելի է, նրա թիմակիցները ընկնում էին ցնցումների մեջ, ջղաձգումների մեջ։ Մի մարդու համար, որի համար բարեխոսում է Վլադիմիր Պուտինը, եւ որի երկրում Վլադիմիր Պուտինի երկրում Ռուսաստանի Դաշնությունում ունի կուտակարծ միլիարդավոր դոլարների կապիտալ, ո՞նց կարող է խոսել Հայաստանի Հանրապետության շահից։ Կարող է խոսել Ռուսաստանի Դաշնության շահից, ՀԱՊԿ-ի շահից, որ էլի կարմիր գծով տարվավ եւ այդ բանակցությունների ընթացքում շոշափվեց։ Կարող է խոսել ամեն ինչից, ամեն ինչի մասին, իր անձնական շահի մասին, իր անձնական հարաբերության մասին Պուտինի հետ, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության։ Եվ Պուտինը եկավ դա փաստելու։ Շնորհակալություն, սա այն հազվադեպ դեպքերից է, որ ես շնորհակալություն պետք է հայտնեմ Ռուսաստանի Դաշնության նախագահին այդքան բաց ամեն ինչ ներկայացնելու համար եւ իհարկե չեմ կարող իմ այսպես գովասանքի խոսքերը չշռայլել Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ինչու՞։ Դե կներեք էլի, ուժեղ տղու կամ ուժեղ առաջնորդի հայտնի այդ հարցականը, որ քաղաքական դաշտում փորձում են ստեղծել, եկավ փարատելու, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում մի հատ ուժեղ տղա եւ մի հատ ուժեղ քաղաքական գործիչ կա եւ նրա անուն ազգանունն է Նիկոլ Փաշինյան։ Ուզեք, չուզեք, հելնեք վերև, իջնեք ներքև, սա փաստ է։ Վլադիմիր Պուտինի հետ միայն Նիկոլ Փաշինյանը չի, որ հանդիպումներ ունեցել։ Հիմա էլ քաղաքական դաշտում այսպես կոչված արևմտամետ դաշտում կան շրջանակներ, որ փորձում են անցյալի խութերից հանել եւ ներկայացնել, որ իրենք էլ են հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Քանի այսպիսի զրույց կարող են իրենք որպես ապացույց ներկայացնել հայ հանրությանը իրենց հանդիպումների մասով Վլադիմիր Պուտինի հետ։ Տեսել ենք, չէ՞, Սերժ Սարգսյանն ինչպես է Պուտինի հետ հանդիպել, Քոչարյանի մասին էլ խոսք չկա, թե ինչպես է Պուտինի հետ հանդիպել։ Մի առիթով ասել եմ, էլի կկրկնեմ, Պուտինը հրավիրել է նստել խոսելու, պատկերավոր որպեսզի ներկայացնեմ, սրանք միանգամից հանվել պարկել են։ Դա տեսել ենք, չէ՞։ Երեկվա հանդիպումն էլ ենք տեսել, դրանից առաջվա հանդիպումներն էլ ենք տեսել։ Հայաստանի Հանրապետության շահի ընդգծված ներկայացումն ու այդ շահի առաջ տանելն էլ ենք տեսել Փաշինյանի կողմից երեք։ Խոսք գնաց ՀԱՊԿ-ի մասին, փորձ կատարվեց Վլադիմիր Պուտինի կողմից խեղաթյուրել իրավիճակը, ներկայացնել ՀԱՊԿ-ի գործառույթների կիրառումը եւ ուղիղ տանել կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Այն պարագայում, երբ որ թե Տավուշյան մարտերի ընթացքում, որի ընթացքում ես ինքս Ռուսաստանի Դաշնությունում եմ եղել եւ ի տարբերություն որոշ Ռուսաստանի Դաշնության հայերի վերցրել եմ բողոքի նոտա նամակ ու տարել եմ ՀԱՊԿ գրասենյակ։ Ի տարբերություն սրանց ես ՀԱՊԿ գրասենյակի դռներն եմ թակել, ոչ թե Հայաստանի Հանրապետության լեգիտիմ վարչապետի նկարն եմ այրել։
Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց։ Իդեպ մենք տեսնում ենք հետաքրքիր ժողովրդավար մոտեցում Մոսկվայի կողմից արդեն քանիցս հայ համայնքը շարունակում է միակ էթնիկ խումբը լինել Ռուսաստանի Դաշնությունում, որը պաշտպանված է հավաքների ազատության մասին օրենքով։ Այստեղ կարող են իրենք պարծենալ։ Ինչու՞, որովհետև տերապկայի կարգավիճակում են նրանք հայտնվել Ռուսաստանի Դաշնության ձեռքին։ Բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստով, ինչու, որովհետեւ ես մարդ եմ, ով ապրել է Ռուսաստանի Դաշնությունում եւ երկրի ամենածանր պահերին, երբ որ փորձ էի կատարում Ռուսաստանի Դաշնությունում հայերին համախմբվել, հայտնի էպոսի դրվագով ասեմ, այս ցռան վերգոները հազար ներեգություն ամեն մեկը մի պատի ծակ էին մտնում ու փորձում էին արդարանալ, որ մենք այս մարդկանց երկրում ենք ապրում, պետք է հարգենք իրանց օրենքները, էթնիկ բախումներ թույլ չտանք։ Թքած թե սահմանին տղաներ են զոհվում, թքած թե երկրի ինքնիշխանությունն է վտանգի տակ ու անկախությունն է վտանգի տակ։ Այս շրջանակին ինչ ասեմ։ Մի հատ Գևորգ կանունով տեր կար, ռուսերենով էր խոսում էր այնտեղ։ Այդ Գևորգը վաղը որ եկավ, վաղարշապատում հենց մեկը, վաղարշապատցիա, ո՞նց է իմ աչքերի մեջ նայելու։ Եզրասի հրահանգներն է կատարում, թե ԿԳԲ գործակալ Կարոյի։ Էս ինչ գործել է ոճը։ Այսինքն հստակ է, որ ինչ որ ձևով կազմակերպվում են այդ բողոքի ակցիաները։ Ակնհայտ է։ Բողոքի ակցիաների ժամանակ ելույթ ունեցող մեկ այլ Արա Աբրահամյանի անձնական օգտագործման օգնական հանդես եկող Լևոն Մուկանյան անուն ազգանով անձնավորություն կա, ես փոքր ճակերտներ բացեմ, սիրելի հայրենակիցներ, ով իմ դեմ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների առաջ, այդ թվում նաև վերջնարդյունքում դատարանում ցուցմունք էր տալիս։ Ինչի համար։ Իմ Facebook-յան ուղիղ եթերն էր հայերենից ռուսերեն թարգմանում իր տերերի համար ու տերերի առաջ։ Կուլիսներում էլ պետքա հանուն արդարության ասեմ, որ տերերը նրան հայհոյում էին։ Այս են Ռուսաստանի Դաշնության հայրենակիցները։ Իհարկե, այնտեղ կան նաև ազնիվ պարկեշտ մարդիկ, ովքեր լավորից չի որ գնացել են եւ այդ համայնքի մասն են դարձել, բայց այդ վերխուշկա կոչվածը վաղուց պատիվն էլ է վաճառել ռուսական ռուբլով, ազգությունն էլ է ուրացել, то լեզուն ուրացել ու ուրացել է, բողոքի ակցիան իրականացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի դեմ կիրիլիցայով ու ռուսերենով։ Գեդինը մտնեք ավելի լավ չի։ Հողը փորեք, մի բուր հող կերեք, գեդինը մտեք։ Բայց գովելի է, որ Ռուսաստանում իրավիճակը այնուամենայնիվ այնքան լավ է, որ միայն հայերը դժգոհելու առիթ ունեն եւ դժգոհելու պատճառ։ Այդ հայերը նորից եմ կրկնում, թող փորձեն հապկի վերաբերյալ կարծիք արտահայտեն։ Այդ հայերը եթե այդքան քաղաքական ու բարոյական ու չգիտեմ մարդկային առումով պլոճիկ ունեն, թող փորձեն Ռուսաստանի Դաշնությանը հատուկ ռազմական գործողության մասով քննադատեն, որովհետև իրենց հայրենակիցներից ոմանք էլ գնում ու այդ ուկրաինական ծանծաղ անտառներում զոհվում են, թնդանոթի միս են դառնում։ Այդ որ այդքան կան իրենք, թող խոսեին, երբ որ Տավուշյան մարտերի ժամանակ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ հարձակման ենթարկվում։ Թող խոսեին Լեռնային Ղարաբաղի պատերազմի օրերին, այն ծանր օրերին, որ պետքա խոսեին իրականում։ Խոսեին այնպես, ինչպես Փարիզում ապրող հայներ խոսում, Լոս Անջելեսում ապրող հայներ խոսում, չգիտեմ, Արգենտինայում ապրող հայերն էին խոսում, թող խոսեին, բա ուր էին։ Նալոգվից էին վախում, որովհետև իրանք մի փոր հաց էին աշխատում, մի փոր հաց էին վաստակում ու այդ մի փոր հացով ուրանում էին ամեն ինչ։ Թող բերանս չբացեն, ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Ես այդ համայնքում ապրած մարդ եմ, այդ համայնքի բոլոր լավ ու վատ կողմերը տեսած մարդ եմ ու շատ լավ գիտակցում եմ, թե ինչի մասին եմ խոսում։ Պարոն Մկրտչյան, քանի որ Ղարաբաղի թեմային նաև անդրադարձակ, տեսեք վերջին շրջանում նաև ներքաղաքական ու նախընտրական այս տրամաբանության մեջ հարցը կրկին սկսել են ակտիվ շահարկել, այսօր էլ Շահրամանյանը եռաբլուրում, որքան էլ որ անիմաստ է անդրադառնալ Շահրամանյանին, բայց կրկին նույն ծեծված տեքստերն էր արտահայտում, որ այս իշխանություններն են մեղավոր, նրանց մեղքով է հանձնվել Արցախը, նրանց իշխանության տարիներին է եղել այդ Շահրամանյանին եկեք պայմանական կոչենք թռած, փախած,
այդ եզրույթից շատ են, չէ՞, իրենք սիրում խուսափել, եւ որոշ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներ էլ վիրավորվում են այդ եզրույթից։ Սիրելի եւ հարգելի Լեռնային Ղարաբաղի քույրեր ու եղբայրներ, ձեր մեջի թիվ 1 թռածն ու փախածը ձեր Շահրամանյանն է։ Ու ինքը բարոյական իրավունք չունի խոսելու։ Գնացել Լեռնային Ղարաբաղը հաշված օրերի ընթացքում լուծարել է, մերժել է Սոֆիայի հանդիպումը, մերժել է ուղիղ երկխոսությունն Ադրբեջանի հետ, կուլմինացիան եղել է Եվլախը եւ հավերժ Եվլախն իր ճակատին դաջել է, եկել Եռաբլուրում մեր սրբության սրբոցում կանգնել ճամարտակում, հա։ Ինչ բարոյական իրավունք ունի խոսելու։ Լեռնային Ղարաբաղի քույրերն ու եղբայրներն են, թասիբով քույրերն ու եղբայրները դրա բերանը ու ռեխը պետքա փագեն։ Այսինքն ոնց Հայաստանի Հանրապետության իշխանությունն է Լեռնային Ղարաբաղը լուծարել։ Հայաստանի Հանրապետության իշխանությունն է իրանց ասել Աղդամի ճանապարհը փակեք, մերժեք բոլոր տեսակի կոնտակտներն ադրբեջանական կողմի հետ, սրեք իրավիճակը ու դրա կուլմինացիան դարձրեք Լեռնային Ղարաբաղի լուծարումն ու 100 հազարավոր մեր հայրենակիցների անտուն դառնալը, բարոյականության չափ ու սահման գոյություն ունի, էլի։ Պարոն Մկրտչյան, իսկ պատահական էր, որ Ղարաբաղի մասին հիշատակումների Վլադիմիր Պուտինի հիշատակումից հետո վարչապետը կրկին խոսեց այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտությունը ըստ էության փակ է եւ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են խաղաղության։ Ինչ ազդակ էր դա եւ խոսենք նաեւ Վլադիմիր Պուտինի ակնարկներից, նա խոսում էր Ռուսաստանում մեծաթիվ հայերի մասին, գազի գնի մասին, առևտրաշրջանառության մասին, ինչ հասկանալ սրանց տողատակում, ինչ ակնարկեր նաեւ դա։ Պուտինին հաջորդել է նաև Օվերչուկ այսօր եւ հայտարարություն է տարածել, որ մոտենում ենք այն կարմիր գծին, երբ որ պետքա ջրերը զուլալվեն եւ պետքա հասկանանք, թե որ ճամբարում է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական հարաբերությունները գուցե փոխվեն։ Մահակ ասա։ Պարս սպառնալիքա։ Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր հայրենակիցները ես միշտ եմ ասել, որ բութ գործիք են Ռուսաստանի Դաշնության իշխանություններից ձեռքին մեր գլխին հարվածելու համար։ Ու սա թող իրենց ականջինը օղանեն այնտեղ ապրող մեր հայրենակիցները, որ իրենք բութ գործիք են այդ երկրի իշխանության ձեռքին, մեր ինքնիշխան, անկախ Հայաստանի Հանրապետության գլխին հարվածելու համար։ Այսինքն Ռուսաստանը այդ ֆակտորը օգտագործել է այսպես թե։ Իհարկե օգտագործելու է եւ ինչպես կօգտագործի դա էլ արդեն ճաշակի հարց է, դա ցույց կտա ժամանակը։ Գազի գնի մասով։ Ես որ միշտ ասում եմ վարչապետ Փաշինյանը անընդհատ ԵԱՏՄ նիստերի ժամանակ խոսում է միասնական էներգետիկ շուկայի եւ միասնական էներգետիկ համակարգ ունենալու մասին, այդ թվում նաեւ գնագոյացման հստակ բոլոր երկրների համար հավասար պայմանների մասին, Պուտինը հակադարձեց Փաշինյանին վերջապես։ Ու ինչպես հակադարձեց, ասես, տեսեք, Եվրոպայում գազը այսքան արժի, ձեր մոտ արժի մի քիչ ավելի էժան։ Ու դուք պետք է համակերպեք սրա հետ։ Ու Փաշինյանի պնդումների հետ ես այդքան էլ համաձայն չեմ։ Շատ եք ուզում իրավիճակ փոխվի, սա սպառնալիք էր։ Սա սպառնալիք էր Հայաստանի Հանրապետության ուղղությամբ եւ փառք Աստծո, որ վարչապետը իրեն շատ ճիշտ դրսևորեց, հստակ, շատ կետային պատասխաններ հնչեցնելով, թե Ղարաբաղի հարցի մատնանշման մասով, ինչ հա ուզում Վլադիմիր Պուտինի առհասարակ Ղարաբաղը անընդհատ մատնանշելով, հա։ Մենք փակել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը։ Ես ես հավաստիացնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, միջին վիճակագրական հայը փակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը։ Ինչու՞։ Որովհետև ուզում է ապրել խաղաղ։ Որովհետև ուզում է Հայաստանի Հանրապետությունը կայացնի ու հզորացնի։ Որովհետև այլևս չի ուզում, որ իր որդիները զոհվեն ըստ երևույթին, գուցե քննադատության ենթարկվեն, հանուն ոչնչի։ Post factum եթե նայենք, հանուն ոչնչի։ Հակառակ պարագայում որևէ մեկը կարող է պատասխանել, հատկապես են Բելարուսամետ օլիգարխը, որ ժամանակին ազգային ժողովում էր եւ եթե չեմ սխալվում, հենց իրենք էին վարչապետին դրդում, որ գնա միջև վերջ, գրավել, գնալ միջև վերջ, որևէ պարագայում զիջումներ չկատարել։ Դուք այս ժողովրդի առաջ կարող եք առհասարակ պարզ ճակատով դուրս գալ ու բացատրություններ ներկայացնել։ Օրինակ նոյեմբերի 9-ին, որ Նիկոլ Փաշինյանը այդ համաձայնագիրը չստորագրեր, չլսելով ձեզ, չձգձգեր,
Քանի աղբեր, քանի տղա, քանի հայ տղա այսօր ողջ կլիներ։ Դուք գոնե մեղավոր զգում եք ձեզ։ Ըստ նրանց Ու ամեն ինչ այդ հարցի մեղավոր է։ բարձրացումը միտում ունի կրկին անգամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը կամ Լեռնային Ղարաբաղի շարժումը մեր իրականության մեջ արտնացնելու։ Ես էլ ձեռնոց եմ նետում քաղաքական Պուտինամետ, Պուտինի գրպանում տեղավորված թեկնածուներին, ուժերին։ Բա դուք ասում եք Լեռնային Ղարաբաղցիների վերադարձ, բա դուք ասում եք Լեռնային Ղարաբաղի վերադարձ։ Հիմա նախընտրական շրջանա չէ, գնալով մոտենում ենք նախընտրական թոհուբոհին, ծրագրերի կազմմանը եւ ներկայացմանը։ Քանիսը նրանցից կունենան իրենց ծրագրերում այդպիսի կետ։ Ես ուզում եմ, որ իրենք ունենան։ Ես մարտահրավեր եմ իրենց նետում այն շրջանակները, այն աղվան Վարդանյանական, Քոչարյանասերժական, չգիտեմ, ազգայնական, այդ շրջանակները, որ ես 5 տարի շարունակ, 4-5 տարի շարունակ ես ժողովրդի ուղեղը պղտորել են, միտքը պղտորել են, անընդհատ այդ թեզերը բերել են, առաջ են քաշել, իրենց նախընտրական ծրագրերում ես դա պիտի կարդամ։ Իհարկե ես այդ ծրագրերը պատռելու եմ ու դեն նետեմ, ես դրա տակ չեմ ստորագրի, բայց ես պիտի կարդամ։ Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիները պիտի կարդան։ Բա եկեք ասեք ձեզանից քանիսն է Լեռնային Ղարաբաղն ուզում վերադարձնի։ Քանիսը տեք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին վերադարձնելու Լեռնային Ղարաբաղ ու ինչպես ամենակարևորը։ Բա ինչ եք խոսափում այդ թեմայից։ Բա եթե դուք այն մտքին եք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը փակված չի հայ հանրության համար, ինչի ձեր նախընտրական ծրագրերում չեք գրում։ Գրեք թող ժողովուրդը ձեզ քվե տա, հակամարտության էջը կրկին բացվի, կրկին պատերազմ սկսվի։ Ինչի՞ չեք անում։ Ինչ եք դա անում կամ քողարկված Մասիսի ֆոնին, արժանապատիվ խաղաղության ֆոնին, երաշխավորներով խաղաղության ֆոնին, այդ լոզունգները, այդ սոուսները ինչի համար է։ Պարզ խոսեք այս ժողովրդի։ Եվ այդ ուժեղ երաշխավորը ի վերջո արդեն պարզ է թե։ Լսեք, նորից եմ կրկնում։ Ուժեղը երեք տեսանք թե ով է։ Ուժեղը տեսանք թե ով է։ Ռուսաստանի Դաշնության նախագահան Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջ ըստ երևույթին Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը զուգարանի թղթի վերածելու փորձ էր կատարում։ Հայաստանի Հանրապետության վարչապետն տեղը նստեցրեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն Կիպրոսի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին եւ առհասարակ բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մնացած իրավունք չունեն մասնակցել ընտրություններին։ Ինչ ուժեղ կարող է իրանք ուժեղ են, չեմ ժեղտում, փող ունեն, փողով ուժեղ են, փողը հանես տակը բան չի մնա։ Պարոն Մկրտչյան, տևական ժամանակ է գիտեք, դաշտում խոսվում է այսպես հիբրիդային պատերազմի մասին ու որոշներին թվում է, թե դա մոտայիկ արտահայտություն է, որ ընտրությունների նախաշեմին այսպես բերել են ու պտտում են, բայց ըստ էության արդեն հիբրիդային բառն էլ տեղին չէ, որովհետև ուղիղ տեքստով երեք եւ տողատակերով ռուսական կողմը ըստ էության շանտաժի ու սպառնալիքների լեզվին անցավ, ճիշտ եմ հասկանում, ես նույն երկաթուղու մասով կրկին հայտարարություններ եղան, որ չեն պատրաստվում կոնցենսիան հանձնել մեկ այլ երկրի։ Այսինքն նման հայտարարությունները ինչպես հասկանալ, որ արդեն սա հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ էլ չէ, արդեն ուղիղ տեքստով ըստ էության Ռուսաստանը մտնում է խաղի մեջ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է գնան ինստիտուցիոնալ ճանապարհով եւ Հայաստանի Հանրապետության ներսում եղած ինստիտուտների միջոցով այդ հարցը կարգավորեն։ Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ խնդիրները ինչպես կարգավորվեց։ Ինստիտուտների գործադրման արդյունքում եւ այստեղ էլ պետք է Հայաստանի Հանրապետությունը հապաղումը։ Վարչապետը կար մի շրջան, որ խնդրում էր, կար շրջան, որ հորդորում էր, կար շրջան, որ առաջարկ արեց։ Կարծես թե բոլոր հնարավոր միջոցները փորձված են եւ բոլորն էլ ձախողված են։ Այս իմ նախանշած ճանապարհով չգնալու համար։ Պետք է ընտրել այս ճանապարհը, որ ես եմ ասում, եւ Հայաստանի էլեկտրական ցանցերի օրինակով Հարավկովկասյան երկաթուղուն ենթարկեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Ենթարկեցնել Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ այդ կառույցը առնվազն պայմանագրային պարտավորվածություններ ունի, որոնք մեղմ ասած թերիա կատարել, եթե չասենք չի կատարել։ Էլ չեմ խոսում այդ կառույցում եղած սարսափելի աստիճանների հասնող չարաշահումների մասին։ Շատ լավ, մարտահրավերն ընդունված է։
Մենք լսեցինք Պուտինին, կանենք մեր հետևությունները։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հետևությունները ուշ թե շուտ անելու են։ Իսկ բացի այս խոսույթից եւ սպառնալիքներից, պարոն Մկրտչյան, ինչ եք կարծում, գործնականում Ռուսաստանը որևէ քայլեր կանի, այսպես ասած, որպեսզի կրկին ապահովի, ինչպես Վլադիմիր Պուտինն ասաց, ռուսամետ ուժերի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններում։ Լսեք, ռուսամետ ուժերի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին անկասելի է։ Այսպես թե այնպես իրենք մասնակցելու են, որովհետև ցավոք սրտի կան նաև հայկական ազգանուն կրող մարդիկ, ովքեր ունեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բայց տեղավորվել են Վլադիմիր Պուտինի հետևի գրպանում։ Ու այդ շրջանակը այսպես թե այնպես մասնակցելու է։ Այնպես որ նравится ծիրպի մայա կրասավիցը, Պուտինին իր լեզվով պետք է պատասխանել։ Կմասնակցեն այնքանով, որքանով թույլ կտա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Կստանան, կհայտնվեն խորհրդարանում այն ժամանակ, եթե դրա ցանկությունը հայտնի եւ իր վստահության քվեն տա նրանց Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Իսկ այն ռիսկերը, որ կան ըստ էության, պարոն Մկրտչյան, եւ դրանց մասին տևական ժամանակ է խոսվում, թե ավտոբուսներով մարդկանց բերելու մասին է խոսք գնում, թե գումարների, որոնք գիտեք, ՊԵԿ-ի բացահայտումը, թե ընտրակաշառքի մասին է խոսում, հակակոռուպցիոնի բացահայտումը։ Որ խոսեցիք, այո, դա խնդիր է։ Հատուկ օգտվելով առիթից ուզում եմ դիմել ուժեղներին։ Տղերք, ձեր ավտոբուսի վարորդների բարեկային ծառայության կողմից արձանագրված տուգանքները մուծ է կամոթը։ Ամենայն անկեղծությամբ այդ մարդիկ զանգում են ինձ, ավտոբուսի վարորդները, եւ բողոք են ներկայացնում, թե բա ուժեղ տղեկն ասել են չենք մուծելու, բայց այդ մարդկանց անունով է կազմված, չէ՞, վարչական ակտերը։ Ուժեղ տղեկն ասել են չենք մուծելու, ինչ են անելու, բեկանելու են։ Հավաստիացնում եմ ձեզ, դա բեկանման ենթակա վարչական որոշում չի, որովհետև ավտոբուսի 70%-ը թաղանթապատված է, ինչը օրենքով արգելված է։ Ուստի այն պնդումները, որ իրենք բեկանելու են դատարանում, փուչիկա, օթա, ինչպես շատ հայտարարություններ իրենց։ Մի հավատացեք, ավտոբուսի վարորդներին եմ սա ասում, իրենք մի տարբերակ ունեն դա բեկանելու։ Ոնց որ ասում են, գան իշխանության, դու սահմանադրությունն էլ կփոխեն, հոպարին էլ կբերեն իշխանության, ինչ ուզեն կանեն, ոնց ուզեն կանեն, իրանց տրամաբանությունը դա է։ Եթե իշխանություն ստանան, ինչ վարչական իրավախախտում, ինչ ակտ, մարդիկ արդեն հարբած վարորդների իրավունքների պաշտպանությամբ են, չէ՞, զբաղվում, ասում են, ինչքան հարբեցող վարորդ կա, որ զրկվել է վարորդական իրավունքներից, գալու ենք ու վարորդական իրավունքները հետ բաժանենք։ Այդ տրամաբանության մեջ գուցե ավտոբուսի վարորդների խնդիրները լուծվի, բայց ես հուսով եմ, որ միլիարդավոր դոլարների կարողության տեր մարդիկ պետքա որ այդքան մանրախնդիր չլինեն եւ առնվազն վարորդների տուգանքները փակեն, որտեղ այդ մարդիկ տուն ու տեղ են պահում, էլի։ Ու այնպես էլ չի, որ այդ վարորդները մեծ, այսպես համակրանք ունեն իր ուղղությամբ, առանձին դեպքերում նաեւ փողոցում հանդիպում են ու մի երկու լավ բանել են ասում ականջիս, որը իհարկե չեն փոխանցի եւ երբեք այդ վարորդների անունները իրենք չեն իմանա։ Բայց համենայն դեպս իրենց շրջապատից բավականին շատ ինֆորմացիա է ինձ գալի, որի համար շնորհակալ եմ մեր հայրենակիցներին։ Բայց ամեն դեպքում սահմանադրության հանդեպ իրենց վերաբերմունքը նույնական է, ինչ որ Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը։ Իհարկե, դա գուբերնիստական վերաբերմունք է։ Պուտինն ինչ էր ասում երեք։ Պուտինի հիմնական մեսիջը ինչ էր։ Վստահ եմ քաջատեղյակ էր, որ Հայաստանում գուբերնատորի իր պոտենցիալ տեխնացուների համար ճանապարհ էր հարթում։ Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ իր կարծիքով Հայաստանի Հանրապետությունում այդ ինստիտուտը հեծնած Ռոբերտ Քոչարյանի տեսքով Նիկոլ Փաշինյանն էր, կամ Սերժ Սարգսյանի տեսքով, կամ Կտրիչ Ներսիսյանի տեսքով գուցե, որն էլ եկեղեցին է զավթել։ Իր պատկերացմամբ դա էր, բայց Հայաստանի Հանրապետության վարչապետի պատասխանը ավելի քան գոհացուցիչ էր։ Այստեղ ինստիտուտներ գոյություն ունեն, Հայաստանի Հանրապետության սահմանադրություն գոյություն ունի, որից վեր ոչինչ չկա, եւ այս մարդը ձեր կողմից, ձեր հետևի կամ ծոցագրպանում տեղավորված մարդը չի տեղավորվում այդ դրա մեջ, չի տեղավորվում այդ կրիտերիաների մեջ, որովհետեւ ինքը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության, նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Եվ ոչ վերջացավ, եւ ոչ միայն։
Պարոն Մկրտչյան, գիտեք, տևական ժամանակ է նաև ակտիվացել է պատերազմ եւ խաղաղություն խոսույթը, ինչպես նաև հաճախ են ասում, որ մենք պիտի ընտրենք պետություն ունենալու եւ չունենալու միջև, բայց խորհրդարանական ընդդիմությունը շատ ցավոտ է նման համեմատությունները տանում եւ հաճախ ասում են, որ իշխանությունները սկսել են շանտաժի լեզվով մոբիլիզացնել հանրությանը, որպեսզի գնան եւ իրենց ընտրեն։ Հիմա հասկանանք, թե իսկապես այս ընտրություններում ինչի միջև պիտի ընտրի հանրությունը, իսկապես պատերազմի եւ խաղաղություն պետություն ունենալ եւ չունենալու միջև, թե սրանք ինչպես օրինակ նույն շրջանակներն են ասում ընդդիմադիր շանտաժ են։ Շանտաժ չի կարող լինել, որովհետև մի քանի փաստ վերեմ, հա, մարդ, որը որ նստում եւ այս բանակցությունների այս էտապում, որ հայ-թուրքական բանակցություններ են զուգահեռ ընթանում, հայ-ադրբեջանական հարաբերություններն են, կարծես թե կարգավորված եւ նախաստորագրված փաստաթուղթ ունենք, վկայի կարգավիճակում Միացյալ Նահանգներն է, Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետրը ինքնիշխան անբեկանելի Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքն է դիտարկվում, այս ֆոնին նստել Մասիսի ֆոնի տակ նկարվել, ինչ մեսիջ են ուղղում։ Հայաստանի Հանրապետության դրոշին բերել կցել Արարատը, մեր սիմվոլներից է, այո։ Որ ասում են Արարատը ուզում այս իշխանությունը ջնջել մեր մտքերից, այսպիսի բաներ են, չէ՞, ասում, ես միշտ ասում եմ Արարատը հնարավոր չի ջնջել։ Ինչու՞, որովհետև ամեն առավոտ, երբ որ արտանում ես ու եղանակային պայմանները բարենպաստ է, դու Արարատի ճերմակափայլ գագաթին ես նայում, չի կարող ջնջել որևէ մեկը դա, բայց դրա մասին խոսելը, դրա ազգային սիմվոլիկա ներկայացնելը հարևանների մոտ կարող է ջղաձգումներ առաջացնի եւ լեգիտիմ հիմքեր ստեղծի Հայաստանի Հանրապետության շուրջ արտաքին անվտանգային ռիսկեր գեներացնելու համար։ Այս մարդիկ այդ ռիսկերը գեներացնում են այդ քայլերով։ Մեկը կա, ասում է, Քելբաջարով գնալու եմ Նախիջևան։ Այն մեկն ասում է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին վերադարձնելու ենք Լեռնային Ղարաբաղ։ Հաշտ չենք օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների հետ։ Պետքա վերաիմաստավորենք եւ վերաձևակերպենք եւ այլն եւ այսպես շարունակ։ Եթե դուք հաշտ չեք նրա հետ ինչը որ արդեն իսկ փաստ է, դուք գալիս եք փոփոխելու։ Կընդունվի դա միջազգային գործընկերների կողմից, թե չի ընդունվի, ես չգիտեմ, իրենք շփվել են, ով է իրանց այդպիսի մեծ հույս տվել։ Պուտինը ելով։ Պարոն Մկրտչյան, Պուտինի տված, իսկ Պուտինի տված որևէ երաշխիքի եւ հույսի կարելի է հավատալ։ Հավատացին էլի 120,000 Լեռնային Ղարաբաղի մեր քույրեր ու եղբայրներ հավատացին։ Շահրամանյանն էլ է երևի դրան հավատացել, որ կուլմինացիան Եվլախն է եղել։ Հավատացել ենք էլի, որ 300 տարի շարունակ Հայաստանի Հանրապետության եւ առհասարակ հայ ժողովրդի պատմական հայրենիքից էս մի բուռն է մնացել։ Ուրիշ ով կա։ Ինչն եք փոխելու, ինչ տրամաբանությամբ եք փոխելու։ Ինչքան էլ ես տրամաբանությունը չեմ Եվ հասկացել։ այո, ես պետքա հաջորդեմ, երկրորդեմ իշխող քաղաքական ուժի բազմաթիվ ներկայացուցիչների պնդումներին, որ այո, պրոռուսական եւ պրոռուսականների հետ կապ ունեցող որոշ արևմտյան շրջանակներ, արևմտամետ ուժեր պատերազմի կողմնակից են եւ պատերազմի ուժեր են ու պատերազմի մունետիկներ են։ Սա սպառնալիք չի, սա կանխատեսում է։ Ինչպիսին որ օրինակ կանխատեսում էր, որ Սամվել Կարապետյանը եկեղեցու քողի տակ փորձ է կատարում մոտ գործել քաղաքականություն։ Մարդը դատի ա տվել ինչի համար, չգիտեմ, բայց աքսիոմատիկ ճշմարտություն ա դա եղել։ Սա էլ է կանխատեսում, որը ճշմարտություն է դառնալու։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն ընձեռվի այս ուժերին ու նրանք հաջողեն կարողանան մոլորեցնել մեր քաղաքացիներին ստանալով վստահության քվեն, անպայմանորեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ստանալու են պատերազմ։ Սակայն այստեղ էլ պետք է որ իշխանությունները մի փոքր տարանջատում մտցնեն իրենց հայտարարությունների մեջ։ Միայն այս պրոռուսականները չեն քաղաքական դաշտում։ Կան շրջանակներ առողջ ուժեր, որոնք գուցե հնարավորությունների չափով վստահաբար հնարավորությունների չափով, օրինակ քեշով չեն կարա այս մարդիկ մի $2 միլիոն ընտրական process-ի մեջ դնել, որտեղ առնվազն
Ռուսաստանի Դաշնությունում, չգիտեմ, Կիրիլի ոտերի տակ չեն հարստացել։ Կամ Հայաստանի Հանրապետությունից չեն լքե գնացել Ռուսաստանի Դաշնություններում կամ օտար երկրներում հարստացել, որ բերեն դա քաղաքական կապիտալի վերածեն։ Կան շրջանակներ ու ուժեր, որոնք հաշտեն օգոստոսի 8-ի ձեռք բերված պայմանավորվածություններին, խաղաղության օրակարգի սպասարկողն են, իշխանության հետ նաև այսօր, իշխանության մեջ չլիներով, ուսուսի տված հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի, ուստի պետք է մի փոքր զգուշավոր լինել, որպեսզի սա իրավամբ սպառնալիք չներկայացվի։ Իսկ սա, եթե այն համատեքստում ասվում, ինչ համատեքստում ես դիտարկեցի, բնականաբար սպառնալիք չի, սա կանխատեսումը։ Նարեկ Կարապետյանին այդպես հիշել է եւ մեջ բերել է հեշտ չի, բայց մեկ բան մեջ բերեմ, վերջին հարցազրույցների ժամանակ պարոն Մկրտչյան ասում է, որ մեկ երաշխավորը հնարավորություն չունի ապահովել թե թրիփը, թե խաղաղությունը եւ ինչ է առաջարկում։ Ասում է, մեզ պետք է մեկից ավել երաշխավորներ, որոնց հակադրության վրա մենք կկարողանանք կառուցել խաղաղություն։ Այսինքն երաշխավորներ, որոնք ինքնին արդեն ունեն հակադրություններ։ Տեսեք, երաշխավորներ, որոնց հակադրության արդյունքում արհավիրք թափվեց մեր գլխին, տեսանք 2020 թվականին։ Միսկի խմբի համանախագահ 3 պետությունները երաշխավոր էին ըստ երևույթին եւ հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ էին առաջարկում կողմերին։ Ինչ եղավ? Ինչ եղավ, երբ որ Ռուսաստանի Դաշնությունը հայտնվեց միջազգային իզգոյի կարգավիճակում։ Այդ երաշխավորները սկսեցին իրենց շահերը արդեն տարածաշրջանում արտացոլել կամ առնվազն տարածաշրջանային որոշակի դեպքերին, իրադարձություններին, պատերազմական գործողություններին սկսեցին միասնական ճակատով չհակադարձել ելնելով իրենց շահերից։ Այսինքն լուրջ Սամվել Կարապետյանի Եգյանը մտածում է, որ թրիփին կարելի է կցել օրինակ Չինաստանին, Միացյալ Նահանգների Ախոյանին, լուրջ մտածում է, որ կարելի է Ռուսաստանի Դաշնությանը բերել այդտեղ փայատեր դարձնել։ Ենթադրում եմ, որ լուրջ է, եթե հայտարարել։ Լավ, էլի, որ ասում ենք ամեն մեկը թող զբաղվի իր գործով, հոիզուր չենք ասում։ Ինչ կապ ունի սա քաղաքականության, աշխարհաքաղաքականության հետ առհասարակ։ Մտքի գոհարներ է, մեկնաբանելու ենթակա չի, ինչ ասեմ։ Օրինակով խոսեցի 2020 թվականին այդ երաշխավորները տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հսկաները երաշխավոր էին հանդես գալիս, իրենց մեջ եղած հակասությունների արդյունքում տարածաշրջանում տեղի ունեցավ պայթյուն, որի փլատակների տակ մնացինք մենք։ Իհարկե, փառք Տիրոջը, որ կարողացանք ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքը ընդգծել ու դա պահել։ Պարոն Մկրտչյան, եւ վերջում Եվ առհասարակ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ երաշխավորներ պետք չեն։ Ամենալավ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է եւ Ադրբեջանի Հանրապետությունը, իրենք իրենց համար։ Պետքա փոխադարձ շահերի սպասարկում, փոխադարձ շահերի փնտրտուք, տնտեսական կապեր, հասարակական կապեր, ժողովուրդների հաշտեցում, այս է բերելու հարատև խաղաղության։ Իսկ հարատև թշնամանքի մտնոլորտ է սարն իմնա, այն ծառն իմնա, այս թուփն իմնա, այն թուփն իմնա, վերջնարդյունքում մետաղադրամը, չգիտեմ, այդ մանրադրամը, թնդանոթի միսը դարձնել Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացիների, որդիներին, փեսաներին, ամուսիններին, թռնել Ռուսաստանի Դաշնություններում բիզնես անել, փող աշխատել, բոլորը կարան։ Դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ ժողովրդին խաղաղություն է պետք, մեր ժողովրդին խաղաղություն է պետք, մեր ժողովուրդը տառապած ժողովուրդ է։ Ու պետք է ժամանակ, որ ժողովուրդը գլուխը վեր բարձրացնի։ Հանգիստ վերընկեք տեղներդ, այ պատերազմի մունետիկներ։ Եվ վերջում Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին նաև անդրադառնանք, պարոն Մկրտչյան, գիտեք, որ մասնակից Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց, այսինքն երիտասարդը, որը փորձեր արել հարվածել վարչապետին, եւ գիտեք, ելի կրկին մեղադրանքները ավելի շատ ուղղված են վարչապետի ուղղությամբ, որ նախ ինչու է ճակերտավոր ասած հանդգնել եւ գնացել Սուրբ Աննա եկեղեցի, ինչու է սադրել։ Գլուխները պատին են տալիս։ Առհասարակ եկեղեցի կարող է մտնել յուրաքանչյուր մարդ անկախ նրանից ինքը ինչ քաղաքական հայացքների կրող է, ինքը որ քաղաքական ուժի մաս է, ինչ կյանքով է ապրում։ Եկեղեցին Աստծո տունն է, կրկնում եմ։
որոշ հոգևորականներ իրանց հորից ժառանգություն չեն ստացել դա։ Եկեղեցին Աստծո տունն է ու յուրաքանչյուր պահի կարող է այդ դուռը բացել, մտնել իր աղոթքն անել կամ չանել, անգամ ու դուրս գալ։ Ինչ է նշանակում վարչապետը սադրեց։ Վարչապետը ընդամենը մտավ եկեղեցի։ Իսկ կներեք ձեր երեխաների դաստիարակությամբ ով պետք է զբաղվի։ Ով պետք է ձեր երեխաների դաստիարակությամբ զբաղվի։ Ով պետք է բացատրի, որ բռնություն չի կարելի գործադրել։ Բալիկ ջան, բռնությունը անընդունելի է։ Բոլոր պարագաներում, յուրաքանչյուրի նկատմամբ, անկախ քաղաքական հայացքներից, անկախ իր, չգիտեմ, դիրքորոշումից, բռնություն, վիրավորանք, ատելության խոսք, դա անընդունելի է, ով պետք է դրանով զբաղվեր։ Առաջարկում եմ ձերբակալված երիտասարդի փոխարեն, եթե ծնողները պատրաստ են վերցնել իրենց ուսերին այդ պատասխանատվությունը ու իրենց մեղքը, մինչև այսօր չեմ տեսել ներեգություն։ Անկեղծորեն բոլորը խոսում են երիտասարդ տղայի, առողջական խնդիրներ ունեցող երիտասարդ տղայի ազատ արձակման մասին։ Չեմ ժխտում, չեմ վիճում։ Գուցե սայթակում է եղել, կյանքում յուրաքանչյուրն ունի սայթակելու իրավունք, սխալվելու իրավունք։ Որտեղ է այդ զղջման խոսքը։ Ինչի՞ չեք զղջում։ Մի հատ ներեգության խոսք, ինչի՞ չեմ տեսել ես մինչև այսօր։ Զղջման խոսք, անկեղծորեն են, որ կանգնեն, ասեն, ներեգություն են խնդրում Հայաստանի Հանրապետության վարչապետից, որ մեր երեխան այսպիսի 18 տարեկան լրացած ինչ երեխա, որ մեր երեխան այսպիսի գործողություն է իրականացրել։ Կներեք մեզ։ Բարոյական դաշտում էլի նկատի ունեմ, որը իրավական հետևանքներ նաև գուցե ունենա։ Բայց այստեղ այնքան ծանր իրավիճակի հետ ունենք Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ, լեգիտիմ վարչապետ, որի նկատմամբ բռնության փորձ է տեղի ունենում։ Այդ Նայիրի Հունանյանը բան էր, պոզով պոչով կենթանի էր, Նայիրի Հունանյանն էլ, չէ, իր մեջ էլ սրսկել, ներարկել էին այդ ատելության չափաբաժինը, որ մի օր իր բութ գլխում միտք հղացավ, որ կարելի է հոկտեմբերի 27 իրականացնել։ Պետության ոչ իրավաչափ հակազդեցությունը կարող է հանգեցնել նոր հոկտեմբերի 27-ի այս պետությունը այդպիսի արհավիրք է տեսել։ Ու թող որևէ մեկը կոնկրետ այսպես անձնավորված չկենտրոնանա մեկի վրա։ Դեպք է տեղի ունեցել, որը բարոյական հարթության վրա առնվազն, բարոյական առաջին հերթին հարթության վրա պետք է կոշտ քննադատության արժանանա։ Քաղաքական ուժերից այդ Եվրոպամետ ու արևմտամետ քաղաքական ուժերից, պետականամետ, եթե կուզեք արևմտամետ ուժերից, քանիս արձագանքեցին, քանիսը դատապարտեցին, հոկտեմբերի 27-ի տուժող իրավահաջորդներից, քանիսը այս դեպքով արձագանքեցին ու տեսակետ արտահայտեցին, չունեք ասելիք այս հանրությանը, թե քաղաքական նպատակահարմարությունը ձեզ հիմա այլ բան է թելադրում, որ ասում եմ ազնիվ չեք այս ժողովրդի հետ, նեղանում եք, մի նեղացեք։ Ու ձեր ցիտեմ ուղիղ մնացած իրավապահները կարծում եմ օրվա ընթացքում ընթացք կտան։ Ձեր սմերտնիկներին աշխատեք իմ անձից կիլոմետրով հեռու պահել, որովհետև նրանց շնչառությունը, եթե անգամ իմ դուրը չեկավ, ես կկազմակերպեմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավապահները իրենցով զբաղվեն։ Ականջներից թղթով բռնած, որպեսզի իրենց ձեռքերն էլ չկերտոտվի, համապատասխան ծակը կուղղորդեմ։ Քաղաքական մտքերին սովորեք պատասխանել քաղաքական մտքերով։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էր, կհանդիպենք։